գտնվում ենք Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում, մեր ազգի և մեր Սուրբ եկեղեցու կարևորագույն ուխտատեղիներից մեկում։ Վանքը հիմնադրվել է 13-րդ դարում։ Միաբանության կողմից այստեղ են բերվել և պահվել Սուրբ Գևորգ զորավարի մասունքները։ Մենք ունենք երկու մեծ ուխտեր, առաջինը Սուրբ Գևորգի գլխատման օրն է, Զատիկին հաջորդող կիրակի օրը, եւ այդ օրը նաեւ Սուրբ եկեղեցի ենք բերում Շուրիշկանի Սուրբ Ավետարանը։ Մեծ բազմությամբ, ժողովրդով, պատարակով տոնում ենք մեծ սիրելի ուխտի օրը։ Մյուս մեր մեծ ուխտի օրը, որ ժողովրդական այսպես տոնվում է, դա Սուրբ Գևորգի արդեն ուխտի օրն է, աշնան ուխտը։ Առաջինը կոչվում է Գարնա, երկրորդը աշնան, եւ այսպես մեր եկեղեցին երկու մեծ ուխտի օրերն են։ Աստված թողորտի մեր բոլորին, Տիրոջ օրհնանքը թող վայելեն եւ մեր Սուրբ Գևորգի օրհնությունը լինի մեր ազգի, մեր ժողովրդի վրա։ Աստված օրհնի, ձեզի պահապանի։ 13-ից 15-րդ դարերում եկեղեցին եղել է գրչության կարևոր կենտրոններից մեկը։ Սուրբ Գևորգը ամբողջությամբ վերակառուցվել է 17-րդ դարում։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1664-ից 1669 թվականներին ճարտարապետությամբ Ուստա Մուրադի և Սահակ Հիզանդեցու։ Իր ճարտարապետական տեսակով քառամույթ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, կառուցված սև և կարմիր տուֆերից։ Եկեղեցում տեղ են գտել 19-րդ դարի որմնանկարները։ «2000 թվականին Սուրբ Գևորգը վերականգնվելուց հետո վերահոսվում է հայոց հոր նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II շինարար հայրապետի ձեռամբ։ Սուրբ Գևորգ եկեղեցին համահայկական նշանակություն ունեցող և իր մեջ մեծ ուժ պարունակող ուխտավայրերից մեկն է։ Եթե այստեղ չես եղել, ուրեմն արդեն ժամանակն է։